Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Մի քանի օր առաջ, վստահ եմ նկատել եք, տարածվեց մի հայտարարություն գործադիր իշխանության ղեկավարի կողմից, թե իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձներով հանդես գալու կամ նման ձևաչափով հայտարարություններ տարածելու սահմանափակում ընդհանրապես առկա չէ, եւ իբրև դրա աղբյուրը հանդիսանում է պրոբացիայի ծառայության հայտարարությունը։ Ավելին, վերջինիս կողմից նույնիսկ պատրաստակամություն ներկայացվեց հեռախոս փոխանցելու Սամվել Կարապետյանին նշվածը իրագործելու նպատակով։ Շատ կարճ արձագանքը հետևյալն է. պետք չէ հեռախոս փոխանցել, պետք է պարզապես ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում։ Պետք է պարզապես, որ չլինեն քաղաքական հետապնդումներ Հայաստանում։ Բայց եթե նշվածը իսկապես բարդ հարցադրումներ են, միգուցե, քանի որ ի վերջո մի շարք քաղաքական հետապնդումներ հենց նախաձեռնվել են գործադիր իշխանության ղեկավարի ցուցման պայմաններում։ Դրա փոխարեն կարելի է ուղղակի փոխանցել քննչական եւ դատախազության ներկայացուցիչների գրությունը, թղթերը, որ նշված սահմանափակումները առկա չեն։ Կարծում եմ շատ ավելի պարզ հարցադրում, խնդիր դրանով լուծած կլինենք եւ հարցադրման պատասխանն էլ տրված կլինի։ Ինչի համար եմ այս ամենը նշում։ Այս կարճ ժամանակահատվածում իմ կողմից գրություններ հասցեագրվել են քննչական մարմնին պարզելու։ Ի վերջո տեսաուղերձ տարածելը խնդիր է, թե ոչ։ Երկու պատասխան եմ ստացել, երկուսն էլ մերժելու մասին է։ Դատախազությանը հարցում եմ ներկայացրել, մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Իսկ պրոբացիայի ծառայությանը, հենց նույն այդ պրոբացիայի ծառայությանը ներկայացված հարցմաննի պատասխան շատ հետաքրքիր դիրքորոշում եմ ստացել, որ նշված հարցի վերաբերյալ պետք է դիմեմ կամ դատարանին, կամ վարույթ իրականացնող մարմնին։ Հիմա հարց է առաջանում. այդ ո՞րն է աղբյուրը գործադիր իշխանության ղեկավարի կամ այլ քաղաքական գործիչների նման պնդումներ կատարելու համար, բայց փաստացի նման հստակ դիրքորոշում այդ նույն պետական մարմինները չեն տրամադրում։ Քանի որ այս ամենի նպատակը լրիվ այլ է։ Այս ամենը իրավաբանության մասին չէ, որտեղ եթե իրավաբանության մասին լիներ, լուծումները շատ պարզ են։ Այստեղ պետք չի խոսել սոցիալական ցանցերում տեսաուղերձների տարածման սահմանափակումների առկայության կամ վերացման մասին, այլ պետք է պարզապես վախերին վերջ տալ եւ քաղաքական պրիմիտիվ հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ դադարեցնել կամ առնվազն խափանման միջոց տնային կալանքը վերացնել։ Բայց ունենք մի իրավիճակ, որ դրանք բոլորը պահպանվում են, բայց միաժամանակ վստահեցնում եմ, որ դրանք ի վերջո վերացվելու են, քանի որ նման անարդարությունը, նման իրավունքի նսեմացումը չի կարող լինել երկարատև։ Հայաստանում այսօր կան բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, քաղաքական հետապնդման ենթարկվող անձինք։ Պետք է պարզապես ունենալ խիզախություն, վերջ տալ վախերին, դադարեցնել այդ հետապնդումները, քանի որ մենք չունենք նման շռայլության հնարավորություն։ Մեր հասարակությանը համախմբում է անհրաժեշտ, այլ ոչ թե պառակտում։ Մեր հասարակությանը վիրավորանքների դադարեցում է անհրաժեշտ, այլ ոչ թե դրա խորացումը։ Մեր հասարակությանը ոչ թե ատելություն է պետք, այլ իրական համերաշխություն։ Իսկ դա հնարավոր է միայն այնպիսի հասարակությունում, միայն այնպիսի իշխանության պայմաններում, որը չի տրվում այդ գայթակղությանը քաղաքական հետապնդումներ ապահովելու։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, ամփոփելով խոսքս, ուզում եմ իսկապես, որ դուք լինեք տեղեկացված եւ չտրվեք մանիպուլյացիաների կամ նման տեսակ ապատեղեկատվության։ Եվ իսկապես թող իրավունքը Հայաստանում ի վերջո գերակայի, բայց համոզված եմ, որ գերակայելու է, եւ թող ազատություն լինի բոլոր քաղբանտարկյալներին։ Աստված բոլորին պահապան, շնորհակալ եմ։